2023 թվականից Հայաստանում ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրությունն ու նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում հենց զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի փուլում։ Այս պահին արդեն 437 դպրոցներ կամ մեր պետական դպրոցների շուրջ 32% անցել են կառավարման նոր ձևաչափի, որոնցից տնօրեններ են նշանակվել 138 դպրոցներում։ Զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարում է հավակնորդների շուրջ 13%-ը։ Հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում նախորդ փուլը դրական հաղթահարածների շուրջ 38%-ը։ Սա վկայում է կամ նրա ներկայացրած զարգացման ծրագրի ինքնուրույն գրած չլինելու կամ տվյալ հավակնորդի հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել տնօրենների նշանակման եռափուլ համակարգում փոփոխություններ կատարել։ Առաջարկվող կարգավորումներից մեկով փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, շահերի բախման, համագործակցության կասկածի կամ նման այլ դեպքերում ծրագիրը փորձաքննող կազմակերպության հետ կնքված պայմանագիրը կարող է լուծվել։ Ըստ նախագծի զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունեցող հավակնորդը երկու անգամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու դեպքում պետք է կրկին զարգացման ծրագիր ներկայացնի, եթե հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ։ Նախագծի մեկ այլ կարգավորումով հավակնորդը հանձնաժողովի 4 անդամի դրական եզրակացություն ստանալու դեպքում տնօրենի պաշտոնին կարող է նշանակվել փորձաշրջան անցնելու դեպքում միայն։ Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանում բոլոր ոլորտներում անխտիր կա կադրային ճգնաժամ։ Կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսաավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։ Կառավարության որոշմամբ նախատեսվում է դպրոցների շենքային պայմանների բարելավման համար 2025 թվականի պետական բյուջեով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացմանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 525 միլիոն 496 հազար դրամի չափով։ Նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել մեկ դպրոցի մեկ մասնաշենքի նորոգման աշխատանքների, 82 դպրոցի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության, մեկ դպրոցի կառուցված մարզադահլիճի մասնաշենքի գազաֆիկացման, ինչպես նաև վերանորոգման ընթացքում գտնվող 21 դպրոցի համար հսկողության գումարների ապահովման համար։ Գործադիրը չքննարկվող հարցերի շարքում հաստատել է նաև Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև առողջապահության որակի բարելավման ծրագիր վարկային համաձայնագրի վավերացման հարցը։ Նախատեսվում է ներգրավել 45.3 միլիոն եվրո արժողությամբ վարկ 18 տարով, 3.11% լողացող տոկոսադրույքով, առաջին 7 տարին արտոնյալ պայմաններով։ Վարկային միջոցներն ուղղվելու են առողջապահական հաստատությունների կառուցմանը, բարելավմանը, բուժհաստատությունների լիցենզավորմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը եւ այլն։ Կառավարության որոշմամբ նաեւ կխստացվեն ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժները։ Զորակոչից խուսափելու համար նախատեսված ազատազրկման ներկայիս 2-ից 5 տարվա սահմանը կփոխարինվի 3-ից 6 տարվա ազատազրկմամբ։ Վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատիժը կդառնա 1-ից 3 տարի ազատազրկում, կխստացվի նաեւ տուգանքի չափը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։